Հայաստան Հանրապետության տնտեսվարողների համար էականը իրենց արտադրանքի մրցունակությանը չխաթարող էներգակիրների գինը։ Մենք շահագրգռված ենք, որ Հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող Գազպրոմ Հայաստան ընկերությունը լինի կայուն եւ խելամտորեն շահութաբեր։ Սակայն տնտեսության եւ բնակչության համար եւս գները պետք է լինեն մատչելի եւ շահավետ։ Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում։ Կարծում եմ, որ Գազպրոմ Հայաստան ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը եւ իր վերադասին ներկայացնելու գործում, ինչը արդյունքում թե Գազպրոմ ընկերության, թե Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը։ Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության եւ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը։ Եվ նաեւ ուզում եմ խոսել փետրվարի 2-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին, որի ընթացքում լսել ենք վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում։ Խորհրդակցության ընթացքում մենք շատ մանրամասն լսել ենք բոլոր կողմերին։ Ինձ համար անընդունելի է այն արդարացումները, որ հնչում էին խորհրդակցության ժամանակ, որոնց մեծ մասը անհիմն էր։ Եվ հանձնարարում եմ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար պարոն Երեսյանին մարզպետների հետ միասին քննարկել այդ հարցերը եւ ես համոզված եմ, որ կան դեպքեր, որտեղ պետք է նաեւ ազատել այդ պաշտոնյաներին իրենց զբաղեցրած պաշտոնից եւ նաեւ հանրությանը տեղեկացնել այդ գործընթացի մասին։ Եվ նաեւ ինձ համար ընդունելի է վերահսկիչ պալատի խորհրդի որոշումը, որ բոլոր սոցիալական ծառայություններում մարզպետարանների իրականացվեն բոլոր ստուգումները եւ դա իրոք այն ոլորտն է, որ մենք անաչառությունը եւ արդարությունը պետք է անպայման ապահովենք, ինչպես նաեւ մյուս բոլոր ոլորտներում։